Դե ինչ, մենք վերադարձանք եթեր, դուք դիտեցիք տեսանյութը եւ մեր տաղավարում երկրորդ հյուրը Հրանտ Մելիք-Շահնազարյան, քաղաքագետ, ում հետ կփորձենք հասկանալ ինչ է կատարվում եկեղեցու շուրջ։ Այս փուլը Վարուժանը շատ դիպուկ նկարագրություն տվեց այդ երևույթին, որը դարձավ մեր վերնագիր այսօրվա հաղորդման վերջին արարը եկեղեցու դեմ հարձակման։ Փորձենք միասին վերլուծել եւ հասկանալ ինչ է կատարվում։ Հրանտ, եպիսկոպոսների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, ինչու, ինչպես եւ ինչա բոլորի սպասում այդ ամեն ինչի արդյունքում։ Հանդիպումը լավ եք ասում, որտեղ ես այնտեղ հանդիպում չտեսա, այս տեսա ստորացման ինչ որ արարք, ծես արարողություն, երբ որ ուղղակի բոլորը գնացին խոնարհվելու կառավարչի առջև եւ իրականում գիտեք մի քիչ իհարկե սպասելի էր երկու կարևոր գաղափար կար, մեկը որ եպիսկոպոսների մի մասին բոլորս գիտեինք որ նիկոլական են կամ այսպես թե այնպես նիկոլ են, բայց հանրության մեծամասնությունը չգիտեր կամ հույս ուներ եւ այլն։ Այս իմաստով մի քիչ էլ որ ասում եմ կեղտը ջրի երես է դուրս գալիս, այս մի խնդիրը մի թեթև առումով լուծվեց, բայց այն որ դա շատ ուժեղ հարված էր մարդկանց հավատքին, արժանապատվությանը, ընդհանրապես որ ասում են ոնց կարող է նման բան պատահել, մանավանդ մի քանի եպիսկոպոսի դեպքում էմոցիաները ընդհանրապես չափից շատ էին, Նավասարդ Կճոյանի մասին է խոսքը, Վրթանես Սրբազանի մասին, Արցախի թեմի առաջնորդը, ուղղակի ոչ մի ձև մարդկանց ուղեղում չէր տեղավորում ոնց կարող է դա լինել։ Իմ խորին համոզմամբ այստեղ իշխանությունները երկու խնդիր էին փորձում լուծել եւ իրենք իրականում ված չեն աշխատում այդ ուղղությամբ։ Առաջինը այս շոկի էֆեկտները ստեղծելով կոտրում են հետագա դիմադրողականությունը, այսինքն մարդիկ մի բան տեսան, հաջորդ փուլում մի այլ զարգացում կտեսնեն, որը նորից շոկ կառաջացնի, օրինակ ինչպես եղավ այսօրվա հայտարարությունը։ Հետո լինում է 3-րդը, 4-րդը, մարդիկ սկսում են դա սովորական ընկալել, այսինքն թվում արդեն վերջացած է, ու այդ քարոզությունը իրականում տանում են, գիտեք, ասենք նայում եմ տարբեր քաղաքական գործիչներ, որոնք իբր Նիկոլի դեմ են հիմա աշխատում եւ այլն, ասում են դե եթե եկեղեցու ներսում իրանք օքեյ են այդ ամեն ինչը, դե մենք ինչ պետք է անենք, իրանց ներքին գործն է եւ այլն։ Այսինքն նման ինչ որ տրամադրություններ են զուգահեռ դաշնետվում եւ ըստ էության դա դառնում է քարոզչական բավական լուրջ ծավալուն աշխատանք, որի ընթացքում ինքը կամաց-կամաց այդ ալիքները կոտրում է դժգոհության ալիքները։ Առաջի դժգոհության ալիք ասենք մարդիկ sense ոգևորվում են, չգիտեմ, գալիս են մայրաթոռ եւ այլն, հետո տեսնում են որ մի բան էլ եղավ, մի բան էլ ու կամաց-կամաց դա դառնում է այս մեր ժամանակների նոր հիվանդությունը, այսպես կոչված նորմալություն, ու սկսում է դիմադրողականությունը կոտրվում է, դրանից հետո իրենք ավելի հեշտ են իրենց քայլերը անում։ Ես կարելի է մի փոքր քեզ sense հակադարձեմ։ Փորձիր։ Տես, երբ որ ասում են դա եկեղեցու ներսի խնդիր է, մասամբ ես էլ եմ համաձայն դրա հետ, որ կարգապահության հարցերը դա եկեղեցու ներսում լուծելիք հարցեր են, որոնք չեն վերաբերում աշխարհիկ իշխանությանը եւ սահմանադրորեն դա ֆիքսված է։ Եկեղեցին տարանջատ է եւ աշխարհիկ իշխանությունը չունի իրավունք խառնվել այդ գործերին, հա։ Չէ, խոսքը դրա մասին չէր, այդ թեզը ոչ մեկ չի, այդ թեզը ոչ ոք չի քննարկում, բայց քարոզիչները կամ քաղաքական գործիչները, որ ասում են դե եթե օրինակ է բերում քահանաներից մեկը, որը Վեհափառ Հայրապետի անունը զեղչելուց առաջ հանդիպում է ունեցել Վեհափառ Հայրապետի հետ, ասում է դե Վեհափառը այդ հանդիպել է, հետո գնացել արել է, եթե Վեհափառը օքա դրա հետ մենք ինչ խառնվենք։ Թող Վեհափառը իր քահանաների հետ իր հարցերը լուծի, դա մեզ չի վերաբերվում։ Եվ ընդհանուր առմամբ, գիտեք, այդ նույն քարոզչությունները, որ օրինակ Արցախի ժամանակ կար խնդիր, ասում են, դե եթե Արցախցի գեներալները օքեյ են այս ամեն ինչի հետ, մենք ինչ խառնվենք, եթե Արցախի նախագահը ինքն էլ ասենց մտածում է, ինչ գործ ունենք, ինչ ուզում են թող այդպես անեն։ Սա մարդկանց հանրությանը ուղղակի այդ խնդրից հեռու պահելու, հիասթափեցնելու ու նաև ներքին ինչ որ փաստարկ տալու փորձ է, որ ինչու չեն գնում եկեղեցու պաշտպանելու, դե ինչ պաշտպանենք, կաթողիկոսի իր քահանաների հետ ինչ ուզում են թող